Սիրելի Աստծո ժողովուրդ, կողջունենք բոլորիդ, Աստված օրհնե ձեզի շատ, չմոռնական պայման տարածեցեք, հետևեցեք մեր սոցցանցերուն, Instagram-ով, Facebook-ով, TikTok-ով, արդեն YouTube-ով, թող Աստված բարավորվի այս ամեն ինչի միջոցով։ Սիրելիներ, շատ կարևոր բան է բաժնեցիմ սիրելիներ, պիտի խոսիմ բանի մասին, որ այսօր շատերուն համար հարցմանշանի տակ է։ Գիտեք, այսօր գաբրինք այնպիսի աշխարհի մեջ, որ օրեօր ավելի խավարը կշրջապատե երկիրը, օրեօր ավելի անօրենությունը, բղզությունները, արդեն սկսած ենք բաներ տեսնել, որ ես երիտասարդ լալով սկսած եմ զարմանալ, որ ասի ինչ է, ես բզդիգեին ասանք բաներ չի գար, եւ ուրե որ դարբեր սերունդի մարդիկ գիտեմ գեհդեվիկ կտիդեք եւ դուք վգայեք ինչպես օրեօր որչով ժամանակ անցնի աշխարհը կբղձվի, անօրենությունը կդարածվի, խավարը մեկ խոսքով աշխարհի մեջ է եւ այս ամենը այո ճշմարիտ է, որովհետեւ Աստծո խոսքը մեզի զսկուշացուց այս ամեն ինչին եւ այդ ամենը ճշմարիտ են եւ կգադարվին, որովհետեւ երկինքը եւ երկիրը կանցնի գսե, բայց իմ խոսքը շանսնիր եւ այնինչ որ Հիսուս Քրիստոսը խոսեցավ եւ լման Աստվածաշունչը 5 դագարան նոր դագարան այսօր մենք կտեսնենք մեր շուրջը եւ կրնանք համարցա գսել որ վերջին օրերն են մենք չենք գիտեր ժամանակները երբ պիտի վերադառնա մեր դերը բայց նշաններ կա հետևեցեք կսե եւ կգիտնակ մեկը թող չի խապեցեզի թող չսե աստվականին ատվականին ադիգա մեկը չի գիտեր բարձավես Հիսուս Քրիստոսը մեզի նշաններ տվա վերջին ժամանակներուն բայց քան թե մենք կետրոնանանք թե վերջին ժամանակները երբ պիտի կա ինչպես պիտի լա հակա Քրիստոսի երբ պիտի կա Հիսուսի երբ պիտի վերադառնա մենք ավելի կարևոր է կենտրոնանանք աստվածաբաշտ կյանք վարելու աստվածաբաշտ կյանք ապրելու մեջ որովհետեւ ելանք պատրաստ թիմավորելու մեր փեսային, որուն անունն է Հիսուս Քրիստոս, որովհետեւ Հիսուս Քրիստոսը պիտի վերադառնա եւ ինչու այս ամենը ասի, որովհետեւ հարցը հետեւյալն է, որ այսօր շատ մարդիկ, շատ հավատացյալ եղբայր քույրեր կուտան աս հարցը, կամ շատ մարդիկ, որ գիտեն ճշմարիտ ջամփան, Աստծո ջամփան է, բայց աս հարցը գա, ինչպես այս օրերուն ապրենք աստվածաբաշտ կյանքով Ինչպես աս օրերուն, ես որ գսեմ աս օրերուն, այսինքն դուք հասկացեք, աս աղդոտ օրերուն, խավար օրերուն, անօրենությունով լեցուն օրերուն, մեղքի շատությունով լեցուն օրերուն, ինչպես ապրենք այս օրերուն աստվածաբաշտ կյանքով, ինչպես ապրենք Աստծո խոսքով, չէ որ հայրուրատ բաժար ունենք, որ գուզե մեզի շեղել Աստծո խոսքեն, չէ որ հայրուրատ բաժար ունենք, որ չհնազանդենք Աստծո խոսքին, չէ որ հայրուրատ բաժար ունենք, որ այսօր մեր բարերով ելենք մեր հակուսներեն, գիտակ, այսինքն ընենք բաներ, որ դեղին չէ, բայց աս հարցումը պատասխան ունի, ես կուզեմ ասոր մասին խոսիլ, որովհետև երբ որ Աստված իր խոսքը տվավ մարդկության, երբեք չշվարեցավ Եվ երբեք ինքը թերի չէ, թերի կամ անգարող Աստված չէ, որ ինքը չգարենա իր խոսքին հետևը գնալ։ Այսինքն, եթե Աստվածաշունչը գխոսի սրբության մասին եւ գսորվեցնե սրբության մասին եւ գսե որ սուրբ կյանք ապրեցեք, եթե Աստված իր խոսքով աս ամենը գխոսի, ուրեմն ինքը գարող Աստված է, որ իր ժողովրդին մատակարարե ցանկացած պետք, որ իր ժողովուրդը ապրի սուրբ, հագարակ ամեն ինչին Ինչու գսեմ ամեն ինչին, ասենք կշեշտեմ ամեն ինչին, որովհետև այսօր մարդը գրնա ասել փայծ ասիգա, փայծ ադիգա, փայծ միշտալ բաժարներ կան, հասկանաք, միշտալ բաժարները գուզեն արդարացնել ինչ որ բամը։ Փայծ, ես ալիմա ասի փայծ, երբեք չեն կրնար արդարացնել ճշմարտությունը, որովհետև ճշմարտությունը ինքը ճշմարտությունն է եւ արդար է։ Երբեք չեն կրնար Ճշմարտության հետ փողզիչման մտնել։ Այսինքն եթե Աստվածաշունչը գսորվեցնե սուրբ կյանքով ապրելու մասին, ուրեմն մինչև աշխարհի վերջը, մինչև Հիսուս Քրիստոսի քալը մենք գրնանք սուրբ կյանքով ապրել։ Ինչպես մեր ուժերով, մեր կարողություններով ոչ։ Եկեք գարտանք իրար հետ։ Երկրորդ Պետրոս առաջին գլուխ 3-րդ խոսք։ Ինչպես իր աստվածային զորությունը կյանքի եւ աստվածաբաշտության վերապերյալ բոլոր բաները մեզի տվավ անոր գիտությունով որ մեզ փառքով ու արաքինությունով հրավիրեց։ Սիրելիներ, գխնդրեմ մտածեք այս ամեն ինչի մասին, դուք որ միշտ կլսեք քարոզ կամ Աստվածաշունչ կգարտակ, միշտ խոգացեք, բնավորություն ըրեք ձեր մեջ, որ խոգակ, մտածեք, որովհետև Սուրբ Օգին գօգնեց ձեզի, որ դուք հայտնությունները ստանաք։ Նայեցեք սիրելիներ, գրված է ինչպես աստվածային զորությունը կյանքի Եվ աստվածաբաշտության վերապերյալ բոլոր բաները մեզի տվավ
Անոր գիտությունով։ Դուք այսինքն աս մեկ խոսքով գիտեք ինչ կհասկանաք, որ Աստված իր աստվածային զորությունը, կյանքի եւ աստվածաբաշխության վերաբերյալ բոլոր բաները մեզի տվավ իր գիտությունով, որ մեզ փառքով ու առաքինությունով հրավիրեց։ Այսինքն ոստեղը գսե Աստված բոլոր բաները տվավ, ինչ որ պետք է աստվածաբաշխության վերաբերյալ, աստվածային զորությունը կյանքի եւ աստվածաբաշխության վերաբերյալ, որբեսի մենք կարողանանք ինչը լալ ապրիլ աստվածաբաշխ կյանքով։ Ես շատ երկար պիտի չի խոսեմ, շատ բարձ բան պիտի ասեմ սիրեներ։ Այս խոսքը գշեշտ է, որ Աստված խոսքս է ինչպես իր աստվածային զորությունը կյանքի եւ աստվածաբաշխության վերաբերյալ բոլոր բաները մեզի տվավ։ Աստվածային զորությունը հասանելի է մեզի եւ աստվածային զորությունը մեր կյանքերուն համար աստվածաբաշխ կյանք ապրելու համար բավարար է սիրեներ։ Ես նույնիսկ գրնամ ասանք վերջագետ տնել եւ արդեն գրնակ հասկանալ։ Աստծո զորությունը, որ հասանելի է մեզի իր Սուրբ Հոգու միջոցով, աստվածաբաշխության վերաբերյալ ամեն բաները մեզի գուտա, որովհետեւ մենք կարենանք ապրիլ եւ գսե նայեցեք շատ կարեւոր է։ Մեզի տվավ աս ամենը իր գիտությունով։ Աստվածաբաշխության վերաբերյալ ամեն բան մեզի տվավ իր գիտությունով։ Եկեք մտածենք մեկ հատ։ Աստված մեզի իր զորությունով, իր աստվածային զորությունով, աստվածաբաշխության վերաբերյալ բոլոր բաները մեզի տվավ իր գիտությունով։ Այսինքն այն խորհուրդը, այն գիտությունը, այն գաղտնիքները, այն ամեն ինչը որ պետք է աստվածաբաշխության համար, աստվածային զորությունով մեզի հասանելի եղավ այդ գիտությունը, որովհետեւ մենք այդ գիտությունը ունենալով ապրենք այն զորությունով, որ Աստծո է։ Ադոր համար այսօր այո մեզի շրջապատած է խավարը։ Տերևս դու մեկն ես ծրացիդ, որ քովդ է, գրնանալ դունի անդամը խավարի մեջ է, եւ ադիգա գուզեգոր քու վրա շատ աստել։ Ես հետը համաձայն եմ։ Ես եւ դուն շրջապատված ենք խավար աշխարհով, անօրենությունով, մեղքերով եւ հիմա ինչ։ Երկու բան կա։ Գամ ես կհավատամ եւ կմտածեմ, որ անելիք չունիմ, ես ալ պիտի երթամ այդ ալիքին հետ, գամ այդ աշխարհի ալիքին հագարակ գխոսիմ եւ հագարակ գլողամ, ասելով ոչ, ինձի համար հասանելի է Աստուծո, աստվածային զորությունով ինձի հասանելի է աստվածաբաշխության վերաբերյալ ամեն բանի գիտությունը, որովհետեւ ես ապրիմ այս խավար աշխարհի մեջ, որովհետեւ ուրիշ դեմը գսե դուք լույսն եք այս աշխարհի։ Եթե այս աշխարհը խավար է, մենք լույս ենք Հիսուս Քրիստոսով, բայց միան գուզեմ շեշտել սիրելիներ, ասիգա ընդհանրապես ասանք մինագը չլար։ Գրված է բոլոր անոնք, որ ընդունեցին Հիսուս Քրիստոսին, Աստծո միածին որդին, իրենց իշխանություն դրվեցավ Աստծո որդիներ գոչվելու։ Որու կվերապերի աս խոսքը Աստծո որդիներուն, բոլոր անոնք, որ ընդունած են Հիսուս Քրիստոսին, որպես իրենց կյանքի դերը եւ բրգիչը եւ գուզեն քալել այս կյանքի մեջ իր խոսքով, ապրիլ իր խոսքով, իրենց կվերապերի։ Ադորամար սիրելիս, ես եկել եմ այսօր քեզի ասելու, որ քեզի համար լավ լուր գա, բարի լուր գա, որ տուն որ կգարձեիր, որ շատ դժվար է աս 1, 2, 3, 4, 10 պատճառով ապրելու այս աշխարհի մեջ Հիսուսին ասած խոսքերը շատ ծանր են, ինչպես պիտի չի պամպասեմ, շնություն չնեմ, ինչպես պիտի չաստվիմ, ասիգա, ադիգա, ես քեզ իսեմ տուն խապված էիր, եւ եթե տուն մեկն էիր, որ չես խապված, բայց գիտես ադեներ գաստե at ամենը քու վրա, ես քեզի բարի լուր ունիմ, ահա վասիկ բարի լուրը քեզի է, որ աստվածային զորությունը հասանելի է քեզի իր Սուրբ Հոգու միջոցով, այո, իր Սուրբ Հոգու միջոցով, որտեղ Սուրբ Հոգին գաբրի մեր մեջ Հիսուս Քրիստոսին ընդունելով եւ Սուրբ Հոգու մգրդության պատճառով եւ աստվածաբաշխության համար ամեն գիտություն հասանելի է քեզի եւ Աստված քո հետ է այս ամեն ինչին համար։ Սիրեներ նայեցեք, Աստծո շնորհքը, որ նաեւ զորություն կբարգեւե մեր կյանքերում մեջ, Աստծո շնորհքը պիտի մենք լավ հասկանանք։ Մեր կարողություններու մասին, մեր ունեցած զորության մասին չէ նույն խոսքը, որովհետև եթե քեզի ասեի քու կարողություններով ես սդախոս մեկն էի, որովհետև դու քու կարողություններով, ես իմ կարողություններով այս աշխարհի մեջ աստվածաբաշխ կյանքով անգարելի է ապրենք, անգարելի է։ Բայց
Աստուծմե դրված զորությունով, շնորհքով եւ գիտությունով կարելի է սիրելիս, որովհետեւ գրված է ոչ մեր ուժով, ոչ մեր կարողությունով, այլ զորքերու Տիրոջ հոգիով։ Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով, ոչ թե ես, այլ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով։ Ադորամար այսօր քաչալերվիր սիրելի եղբայրս եւ քույրս աստվածաբաշխության համար Աստծո զորությունը եւ գիտությունը հասանելի է քեզի, ադորամար շատ կշեշտենք, ասելով գարտացեք Աստվածաշունչը, աղոտ կրեք, քարոզներով լեցվեցեք։ Ինչու սիրեներ, որովհետև այն գիտությունը, որ Աստուծմե է, ինքը հասանելի է մեզի եւ այն գիտությունը, որ գլուսապանե մեզի, որ գնորոքե մեր մտքերը, որ հասկացողություն կուտա մեզի, որ կսորվեցնե մեզի, ասի Աստվածային գիտությունն է, որ կրնա տրանսֆորմնել, այսինքն վերափոխել մեր կյանքերը, մեր անձերը, աս ամենը գոկտեն, որ մենք պաշտպանված լանք, գրված է կոդեբնտեցեք ձեր մտքերը Աստծո խոսքով եւ մենք աս ամենը անելով ազատ գլանք այդ ամեն ջնշվածությունն։ Այո, այդ ամենը մեր շուրջն են, որ մեր վրա աստեն, բայց իրենք մեր շուրջը գլան, բայց մեր վրա չեն աստեր։ Իրենք կփորձեն աստել, բայց իրենց զորությունը կգործընծնեն, որովհետև Աստծո զորությունը ավելի զորավոր է, քան այն աշխարհի զորությունը, խավարի զորությունը, որ գուզե աստել մեր վրա։ Ամեն, դու ուրախ լուր կստանաս, չէ՞, քաչալերվիր։ Նայեցեք սիրեներ, երկրորդ Դիմոթեոս 3-րդ գլուխ առաջին խոսքեն 5-րդ խոսքը գսե, գիտիր թե վերջին օրերը չար ժամանակներ պիտի կան։ Վասնզի մարդիկ պիտի ելան անցնասեր, արձատասեր, ամփարդավան, հբարդ, հայհոյիչ, ծնողներու անհնազանդ, աբերախտ, անսուրբ, անքուտ, անհաշտ, փանսարգու, անժուժգալ, թաժանապարո, բարին չսիրող, մատնիչ, հանտուկն, քորոզ, ավելի հեշտասեր, քան թե աստվածասեր, որոնք աստվածաբաշխության գերբարանք ունին, բայց անոր զորությունը ուրացած են, եւ տուն անոնցմե մեկդիգեցիր։ Դուք սկացիք որ չափ լուրջ բաներ գարտացի ես, վերջին օրերուն գսե, այսպես պիտի լան մարդիկ եւ գսկսի։ Արդյոք ատկե քեշ բանգա այն ինչը որ գարտացինք, ինչ չի գար ոստեղը, չէ։ Ամեն մեկ բարը, եթե սերդեք, ինչ խորունգ մեղքերու արմատ է։ Օրինակ մեկ հատ նայեցեք արձատասեր, ով արձատասեր մարդը եւ իր կյանքի մեջ եղած մեղքերը, ամփարդավան, անսուրբ, հայոյիչ, հբարդ, աս ամենը գսե վերջին օրերուն այսպես պիտի լան մարդիկ։ Հիմա հարց, մարդիկ ասանք պիտաբրին վերջին օրերուն շուրջս ես ինչպես մնամ աստվածաբաշխ կյանքով, սիրելիներ, քիչ առաջ ասեցի։ Այո, անշուշտ մենք կրնանք մնալ եւ ապրիլ աստվածաբաշխ կյանքով, բայց հիմա ավելի քախտինք պիտի բանամ, նայեցեք ինչ կսե։ Վտանգավորը ուր է, որոնք կսե աստվածաբաշխության գերբարանքը ունին։ Աս մարդոց համար նայեցեք մարդիկ կան աստվածաբաշխության գերբարանքն ալ չունին, հասկացաք, Աստծո չեն ավադար, հասկացաք ինձ, ասանք, հերու են, գա հասկանաս, դեսնես կսես, ասի ինչ կա բունի Աստծո հետ։ Անշուշտ է մենք երևույթով չենք տա դեր, բայց ես կցեզի օրինակներ կուտամ, որ դուք հասկանաք։ Հոս վտանգավորը գսե աս մարդիկ, որ մեկը արձատասեր է հայոյի չի աս ամենը, գսե աստվածաբաշխության գերբարանքը ունին։ Այսինքն, ինչս էլ գուզե, այսինքն մեկը գրնալալ հբարդ եւ աստվածաբաշխության գերբարանքը ունենա, այո։ Ուրեմն հիմա ես էսի քախտիմ կդամ։ Աստվածաբաշխության գերբարանք ունենալը թյուրուն է։ Ինչպես թյուրուն է, այսինքն աստվածաբաշխության գերբարանքը գրնալալ մեկը ունենա, բայց դարբեր է երբ մեկը աստվածաբաշտ կյանքով գաբրի։ Աստված մեզի չի կանչեց աստվածաբաշխության գերբարանքը ունենալու միայնը։ Աստված մեզի կանչեց, որովհետեւ մենք աստվածաբաշտ կյանքով ապրենք եւ արդեն աստվածաբաշտ կյանքով ապրելով դու աստվածաբաշխության գերբարանքն ալ կունենաս։ Բայց ուր է վտանգավորը, քախտիկնալ գուտա։ Աստվածաբաշխության գերբարանքը ունին գսե, բայց անոր զորությունը ուրացած են։ Հիմա ուրիշ քախտիկը։ Դու չես կնար աստվածաբաշտ լալ աստվածաբաշտ կյանքով ապրիլ առանց Աստծո զորությունով։ Ադորամար ոստեղը մարդիկ կան, որ երևույթով աստվածաբաշտ գերևին, բայց իրենց մորցած են Աստծո զորությունը, ադոր համար միայն երևույթով անանգեն։ Հբարդ են, անսուրբ են, ասի են, ադի են, իրենք գերևին դուրս են, որ աստվածաբաշտ են, բայց որովհետև Աստծո զորությունը ուրացած են, այսինքն իրենք աստվածաբաշտ կյանքով ալ թատրած են ապրելու, որովհետև աստվածաբաշտ կյանքով ապրելու համար դու չես կրնար ուրանալ Աստծո զորությունը եւ մեկնի տնել Աստծո զորությունը, որովհետև
Սուրբ Հոգու ներկայությունով նաև գուքա Աստծո զորություն մեր կյանքերուն մեջ, Աստծո շնորհք, որ մեզի գուտա զորություն, որ մենք ապրենք այս կյանքը։ Աստծո շնորհքը, որ գուտա զորություն, որ մենք սրբության մեջ կալենք, համեստության մեջ, խոնարհության մեջ, բարգեշտության մեջ եւ այսօր մեզ շատ բաներ։ Ադորամար սիրելիներ, այսօր ես ձեզի կքաշելերեմ, որ աստվածաբաշխության գերբարանքը ունենալով մի խղճի հանգստությունով դուք ձեզի խաբեք, աստվածաբաշտ կյանքով ապրեցեք եւ աստվածաբաշտ կյանքով ապրելու նշանները ադոնք չեն, որ դուն աղքատին դեսնես թե չես դիմանար գերտաս իրեն տրամ գուդաս գիծակ, ադիգա շատ լավ բան է, բայց ես ինչու ասի գսեմ, գիտեք, որովհետեւ շատ մարդիկ անանք գմտածեն եւ որ գխոսենք Աստծո գավադաս, Աստծո ջամբան գքալես, հա գսեն ես գիտեք միշտ տրամ գուդամ աղքատներուն ասիգա ադիգա հարցում սուրբ կյանքով գաբրիս, հարցում սիրով լեցված ես Աստվածային, հարցում հոս ինչ վիճակի մեջ է, ոչ թե հոս դուրսեն, հոս ներսեն, գրնալար հակուստները շատ մաքուր են եւ դու տեսնես ես վաու, աս ինչ մաքուր դղա է, իսկ հարցում ներս ես, ով եմ ես, ներս ես մաքուր եմ, ահավասիկ ասի է դարբերությունը, աստվածաբաշխության գերբարանք, աստվածաբաշխության կյանք, շատ մեծ դարբերություն կա, որովհետեւ աստվածաբաշխության կյանքով մեկը գաբրի նախ իր ներսը գլատ ամենը եւ հետո գարդացոլե ադիգա դուրս կուկա։ Ես կքաշելեմ ձեզի սիրելիներ, սիրելի եղբայրներ, քույրեր եւ բոլոր անոնք, որ մեզի գտիդեն, աստվածաբաշտ կյանքով ապրելու համար Աստված ուղարկեց իր միածին որդին, իր արյունը թափեց, խաչվեցավ երրորդ օրը հարություն արավ, որովհետեւ ամեն սատանայի ծրագիրները քանթվին, ամեն անեծքները քանթվին, մեղքի գաբանքները քանթվին, հարություն արավ եւ կյանքի զորությունը այսօր մեր մեջ է եւ գարջ ժամանակ վերջ խոստացված Սուրբ Հոգին ուղարկվեցավ, այսինքն Աստված իր հոգիով եկավ բնակվեցավ մեր մեջ եւ այսօր հագարակ ամեն ինչին հասանելի է մեզի սրբությունը, հասանելի է մեզի աստվածաբաշխությունը։ Սիրելիներ, ասի աղաղակ եմ ներսես լուրջ կսեմ, այսօր մենք եւ մեր ընտանիքները հագարակ ամեն ինչին եւ մեր սերունդները պիտի ծառայենք Դիրոջը, պիտի ապրենք աստվածաբաշտ կյանքով, պիտի ելանք սուրբ եւ պիտի մնանք սուրբ, սիրելիներ, այս ամենը մեր կարողությունով չի, այլ Դիրոջ հոգիով, Դիրոջ տված զորությունով, շնորհքով։ Այո, թեգուզ գսե խավարը շրջապատե երկիրը, բայց Դիրոջ փառք եւ լույսը պիտի ձակի քու վրատ։ Եսայա 61, սիրելիներ, Դիրոջ լույսը ձակած է մեր վրա, որովհետև Աստծո միածին որդին լույսն է եւ ինքը ձակեցավ մեր վրա։ Ինքը գձակի բոլոր անոնց վրա, որ իրեն կգանչեն։ Թող այսօր ես կհրճակեմ մարգարեական, որ Դիրոջ լույսը եւ փառքը ձակի ձեր վրա, ամեն խավարի վրա, ամեն անօրենություն, ամեն մեղք, ամեն տեսակ սատանայի ծրագիր, թող իր աստեցությունը գործընծնե ձեր կյանքերեն։ Հիսուս Քրիստոսի անունով ես կաղոթեմ, որ ամենակարող Աստծո զորությունով թող քանթվի ձեր սերունդներու մեջ, ձեր ընտանիքներու մեջ, որ ամեն բան, որ գուզե արգելքը լալ աստվածաբաշխության, թող քանթվի եւ հեռանա ձեր ընտանիքներեն, ձեր զավակներեն, բադայներեն, երիտասարդներեն, մանուկներեն, հայրերեն, մայրերեն եւ թող Աստծո զորությունը կա Հիսուսի անունով, ինչպես կսկամ օծությունը Աստծո, ես կրճակեմ թող Դիրոջ զորությունը կա ձեր ընտանիքներու մեջ եւ ծրվի ամեն խավար, ծրվի ամեն գրաբաշխություն, ծրվի ամեն բղծություն, ամեն չար ոգու ներկայություն թող ծրվի, որ գուզե ցեզի աստվածաբաշխությունն հերացնել եւ թող կա Աստծո զորությունը, շնորհքը, փառքը, Հիսուսի արյան զորությունը ես կհրճակեմ, որ կա եւ Հիսուսի անունով թող այսօրվան է ասխոսքեն վերջ վերափոխումը լա, transformation-ը լա ձեր ներսը, ձեր կյանքի մեջ։ Օ Դեր Աստված, մենք կուզենք որ տեսնել, որ սերունդները երդասարդ աստվածաբաշխության մեջ են, որ տեսնենք հայրեր, մայրեր աստվածաբաշխության մեջ են, որ տեսնենք սերունդները աստվածաբաշխության մեջ են։ Այո, որ վերջին ժամանակները բղծություն մի դելա, բայց վերջին ժամանակներում նույնպես սրբությունը մի դելա ավելի քան երբեք Հիսուսի անունով։ Օ, եթե ինձ գնայեք գսեք ինչու ասանք հովիվ, ինչու ասանք խոսիս։ Սիրելիներ, ես սեզիսեմ, ես թերասանություն չեմ ներ, ասի իմ սրդի աղաղակն է, Աստծո հոգիով լեցված եմ եւ ես չեմ ելած այստեղ թերասանություն ունելու, ինչպես կուքա սրդես պիտի խոսիմ, պիտի հրճակեմ, որովհետեւ ասիգա է Դիրոջ փափակը, ասիգա է Դիրոջ երազանքը, ասիգա է Դիրոջ ծրագիրը, բրգություն, ամեն ընտանիքի մեջ, ամեն կյանքերու մեջ, ամեն ասկերու մեջ, Հիսուսի անունով։
լեցվեցեք, ապրեցեք Աստվածաբաշխությունով եւ ես ցեզ ասեմ, ինչ որ ցերականշներում մեջ լսեցիք գրված է դանիքներն աղաղագեցեք, քացեք եւ աս խոսքը դարածեցեք, բռնեցեք ցեր ընկերոջը, հարազատին ասեք, լսե Աստվածաբաշ կյանքով գրնաս ապրիլ։ 1, 2, 3, 4 բաժար ունիս որ ապրիս։ Ինչպես որ բաժար ունիս որ չապրիս, գարձես թե այսօր լսե Աստծո խոսքը գսե բաժար ունիս որ ապրիս, որովհետեւ Հիսուսի թափած արյունը եւ հարության զորությունը այսօր միակ եւ բավարար բաժարն է, որ մենք ապրենք ազատ խավարեն, ազատ ամեն տեսակ սուդերեն եւ սատանայի ծրագիրներեն։ Ես եւ իմ դունս եւ մեր սերունդները դիրոջ պիտի ծառայենք Հիսուսի անունով։ Ամեն։